Նախկին հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է գենդերային բռնության իրավիճակը Հայաստանում նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն 2022 թվականի հուլիս ամսից ի վեր, ուսումնասիրվել է մոտ 1.5 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը, տեղեկատվությունը հավաքագրվել է ոչ միայն պետական մարմիններից, այլ նաև հասարակական կազմակերպություններից, որոնք աշխատում են ոլորտում եւ աջակցություն են տրամադրում կանանց, զբաղվում են գենդերային բռնության դեպքերով եւ ընտանեկան բռնության դեպքերով։ Իհարկե հարկ է նշել, որ որոշ դեպքերում ընտանեկան բռնության դեպքերը համընկնում են հենց գենդերային բռնության հետ, այսինքն համարվում են գենդերի հիմքով բռնություններ ու նաև ատելության հիմքով հանցագործություններ։ Եվ այս առումով կարծում եմ լավ կլինի սկսենք նրանից, թե ինչ ենք հասկանում ատելության հիմքով հանցագործություն ասելով, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ շրջանակ է ուսումնասիրվել, օրենսդրությունը ինչպիսի կարգավորումներ է տալիս, ինչպիսի բացեր ունենք, թե օրենսդրական մակարդակում, թե գործնականում եւ ինչ առաջարկներով ենք մենք հանդես եկել, որպեսզի իրավիճակը Հայաստանում կարգավորվի։ Այսպես, ատելության հիմքով հանցագործություն ասելով նկատի ենք ունենում արարքներ, որոնք արգելված են քրեական օրենսդրությամբ եւ որոնց պատճառը, այսինքն հանցավորի շարժառիթը, մոտիվացիան եղել է տուժողի որևէ անձնական կամ սոցիալական հատկանիշը։ Դա կարող է լինել տուժողի սեռը, քաղաքական հայացքները, ազգային պատկանելությունը, կրոնական դավանանքը եւ այլն։ Որոշ պետությունների օրենսդրություններ ավելի լայն սահմանում են տալիս, սահմանելով գենդերը որպես հիմք, այսինքն անձի գենդերով պայմանավորված հանցագործությունները, որը ավելի ընդգրկուն է մեկնաբանվում, այսինքն ներառում է հանցագործությունները ոչ միայն ուղղված կանանց դեմ, այլ նաև օրինակ տրանսգենդեր անձանց դեմ, նույնասեռական, բիսեքսուալ անձանց դեմ, որը այսինքն մեկնաբանվում է նաև որպես անձի գենդերային դերի եւ հասարակության կողմից գենդերային դերերի վերաբերյալ պատկերացումների հետ։ Մեր օրենսդրությունը իհարկե առանձին կարգավորում չի տալիս ատելության հիմքով հանցագործությունների, այնուամենայնիվ նոր քրեական օրենսգիրքը նախատեսում է առավել լայն կարգավորումների շրջանակ, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ քննություն իրականացնել այսպիսի հանցագործությունների պարագայում։ Մասնավորապես մենք ունենք ծանրացնող հանգամանքներին վերաբերող հոդված քրեական օրենսգրքում, որը ներառում է արարքը մի շարք ատելության շարժառիթներով կատարված լինելը, օրինակ էթնիկ ծագման, ռասայի, կրոնական դավանանքի եւ հիմա նաեւ ավելի լայն շրջանակ է ներառում սեռի եւ նաեւ անձնական եւ սոցիալական բնույթի այլ հատկանիշների հիմքով, որը կարող է այս պարագայում մեկնաբանվել նաեւ որպես գենդեր եւ ներառել նաեւ գենդերը։ Եվ իհարկե այս պարագայում, երբ խոսքը վերաբերվում է կանանց դեմ ուղղված հանցագործություններին, եւ հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ Հայաստանում հատկապես եւ ոչ միայն կանանց դեմ ուղղված հանցագործությունները հիմնականում հենց ընտանեկան բռնության դեպքերն են, ընտանեկան բռնության դեպքեր ասելով իհարկե հասկանում ենք ոչ միայն ընտանիքի անդամի ամուսնու կամ նախկին ամուսնու կամ քաղաքացիական միության մեջ գտնվող անձի կողմից տեղի ունեցած հանցագործությունները, այլ նաև առհասարակ զուգընկերոջ կողմից դրսևորված հանցագործությունները, դա կլինի նախկին զուգընկեր, ներկա զուգընկեր, եւ այս առումով կցանկանայի հակիրճ անդրադարձ կատարել Շվեդիայի եւ Իսպանիայի օրենսդրության օրինակին, որոնք համարվում են Եվրամիության տարածքում հատկապես եւ աշխարհի մակարդակով եւս լավագույն փորձ ունեցող պետությունները գենդերով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների եւ ընտանեկան բռնության իրավիճակի օրենսդրական կարգավորման եւ պրակտիկայում արդյունավետ միջոցառումների առումով։ Եվ այս պետությունների փորձի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս ի վերջո, որ կարևոր է ոչ միայն կատարյալ օրենսդրություն ունենալու հանգամանքը, այսինքն պարտադիր չի, որ օրենսդրությունը լինի կատարյալ, բնականաբար կատարյալ օրենսդրություն շատ դժվար է ունենալ, այնուամենայնիվ կարևոր է նաև գործնականում արդյունավետ քայլերի ձեռնարկումը, մեխանիզմների ներդրումը, որոնք որ թույլ կտան օրենսդրությունը արդյունավետ կիրառել եւ ապահովել կանանց պաշտպանությունը, գործնականում նաև ոչ միայն թղթի վրա։ Եվ Շվեդիայում եւ Իսպանիայում գենդերով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները հանգեցնում են առավել խիստ պատասխանատվության,
ինչը կարող ենք տեսնել նաև մեր քրեական օրենսգրքում նոր, իհարկե պատժատեսակները տարբեր կարող են լինել, նաև մեր օրենսդրության պարագայում, բացի այն, որ մենք ունենք ծանրացնող հանգամանքների ընդհանուր հոդված, նաև առանձին հանցակազմեր նախատեսող հատուկ մասում քրեական օրենսգրքի պետք է նախատեսված լինի տվյալ արարքի համար ծանրացնող հանգամանք, որպեսզի արարքը հնարավոր լինի որակել ծանրացնող հանգամանքներում կատարված արարք որպես, եւ որպեսզի այդ արարքը հանգեցնի առավել ծանր քրեական պատասխանատվության։ Վերադառնալով Շվեդիայի եւ Իսպանիայի օրինակին, հարկ է նշել նաեւ, որ բացի քրեական օրենսդրությունից երկու դեպքում էլ մենք ունենք մասնագիտացած ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք որ կենտրոնացած են հենց գենդերի հիմքով, ատելության հիմքով հանցագործությունների դեպքերի քննության վրա եւ կարողանում են ունեն հմտություններ, վերապատրաստված են առավել արդյունավետ կերպով նույնականացնելու գենդերի հիմքով դրսևորված արարքը հանցագործությունը, դրան տալու առավել ճիշտ քրեաիրավական որակում նախ եւ առաջ, ինչը կհանգեցնի առավել արդյունավետ դեպքերի քննության եւ առավել արդյունավետ եւ համաչափ պատասխանատվության։ Իսպանիայում արկա են նաեւ հատուկ դատարաններ, որոնք մասնագիտացված են հենց կանանց դեմ բռնությունների գործերի քննությամբ, ինչը եւս մեկ հանգամանք է, որը արդյունավետ է դարձնում գործերի քննությունը, ու նաև հատկանշական է, որ երկու պարագայում էլ արկա է հատուկ քաղաքական իշխանության կողմից, այսպես ասած, քաղաքականություն եւ քաղաքականության շրջանակներում հրահանգ, թե գործը քննող մարմիններին ներառյալ դատախազությանը եւ հատկապես դատախազությանը, որը հանդիսանում է գործերի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որպեսզի կանանց նկատմամբ բռնության դեպքերը քննվեն առավել ուշադիր եւ հաշվի առնվեն բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության համար։ Այս առումով կարծում եմ, որ մեր պետությունը եւս շատ անելիք ունի, որովհետեւ անկախ նրանից, որ օրենսդրությունը փոփոխվում է, իրավապահ մարմինները բարբերաբար վերապատրաստում են անցնում, հաճախ մենք ունենք հենց այդ քաղաքական հրահանգի, այսպես ասած, քաղաքականության բացը, որը մատնանշում է իրավապահ մարմիններին, թե հենց որ ուղղությամբ պետք է գնան, որ հանցագործությունները պետք է առավել խիստ եւ առավել ուշադիր կերպով քննության առնվեն, պայմանավորված դրանց ծանրությամբ, այսինքն եւ հասարակության համար վտանգավորության աստիճանով։ Բնականաբար մենք ունենք կոնկրետ հանցագործությունների շրջանակ, որոնք առավել վտանգավոր են հանրության համար, սակայն որոշ պարագաներում հարկ է նաև հաշվի առնել, որ որոշակի անձանց խմբի նկատմամբ հանցագործությունները, որոնք պայմանավորված են ոչ թե տվյալ անձի ինքնությամբ կամ, չգիտեմ, իր կողմից արված ինչ-որ արարքով կամ անձնական կոնֆլիկտով տվյալ անձի հետ, այլ իր անձնական կամ սոցիալական որոշակի հատկանիշով, դրանք առավել վտանգավոր են հանրության համար, քանի որ թիրախը ոչ թե տվյալ անձն է անհատապես, այլ տվյալ համայնքը, անձանց այն խումբը, որը կիսում է այդ հատկանիշը, որը ունի մեկ ընդհանուր հատկանիշ, որի դեմ ուղղված է այդ հանցագործությունը։ Այսինքն ցանկացած պահի նմանատիպ հանցագործության զոհ կարող է դառնալ նմանատիպ հատկանիշ ունեցող ցանկացած անձ։ Եվ դա նաև բնականաբար ունենում է իր հետևանքները հասարակության նկատմամբ ընդհանուր առմամբ եւ հասարակությունը այսպես ասած ատելությամբ է լցվում մեկ խմբի դեմ, այդ խումբը ել ավելի մարգինալացվում է հասարակությունից եւ հասարակության բնականon զարգանումը բնականաբար այստեղ տուժում է, հանգեցնելով առավել լուրջ խնդիրների պետության համար, ընդհանուր պետության անվտանգության համար։ Եվ այս ամենով է պայմանավորված այն, որ պետությունը, քաղաքական իշխանությունը առավել լուրջ պետք է վերաբերվի այս տեսակ հանցագործություններին եւ հենց այդպես էլ հրահանգի իրավակիրառ մարմիններին։ Այլ պետությունների փորձը հաշվի առնելով կարևոր է տուժողների աջակցության մեխանիզմի ներդրումը, այսինքն ինչպես է իրավապահ մարմինը վերաբերվում ատելության հիմքով հանցագործության տուժողին, ներառյալ իհարկե ընտանեկան բռնության դեպքերով տուժողներին, կանանց, ովքեր գտնվում են խոցելի վիճակում, պայմանավորված իրենց այն հատկանիշով, որի պատճառով տեղի է ունեցել բռնությունը, եւ ինչպես պետք է իրավապահ իրավակիրառ մարմինները աշխատեն այս
անձանց հետ, որպեսզի առավել զգայուն լինեն, հա, եւ թույլ չտան այնպիսի դեպքերի քննության այնպիսի ընթացք, որտեղ տուժողը նախ եւ առաջ կկրի առավել մեծ վնաս, երկրորդային վնաս, հա, բացի այն վնասից, որ արդեն իսկ իրեն տրվել է, եւ այնպես իրավիճակի, երբ որ տուժողը կփակվի եւ չի համագործակցի իրավապահ մարմինների հետ, չի վստահի իրավապահ մարմիններին եւ արդյունքում կտուժի նաեւ արդարադատությունը եւ հենց իր իրավունքների վերականգնման շահը։ Շատ պետություններ, որոնք ունեն զարգացած պաշտպանության համակարգ ընտանեկան բռնության եւ ատելության հիմքով հանցագործությունների տուժող անձանց համար, ներդրել են օրինակ հոգեբանական աջակցության մեխանիզմ, սոցիալական աշխատողի կողմից աջակցության մեխանիզմ, իրավական աջակցության մեխանիզմ, մասնագիտացած ավելի սպეციფიկ ոլորտով զբաղվող անձանց կողմից, բնականաբար նաև ապաստարանների հնարավորություն, որոնք թույլ են տալիս կանանց ապահովել, հա, ապահով բնակության վայրով եւ չուղարկել հետ այնտեղ, որտեղ տեղի ունեցել բռնությունը, որը բնականաբար կարող է շարունակվել հենց նույն բռնարարի կողմից։ Եվ իհարկե շատ կարևոր է ունենալ այնպիսի մեխանիզմ հանցագործությունների մասին իրավապահ մարմիններին իրազեկելու այնպիսի մեխանիզմ, որը առավել ապահով կլինի տուժողների համար, օրինակ, հա, անանուն բողոք ներկայացնելու մեխանիզմը կամ տարբեր տեսակի թեժ գծերը, որոնք կարող են լինել թե հեռախոսազանգի միջոցով, թե ինտերնետային տարբեր մեթոդներով, ինչ-որ կայքերում առավել հասանելի եւ հեշտ մատչելի մեխանիզմներով եւ այլն։ Սա թույլ կտա նախ եւ առաջ տուժողին էլ ավելի ապահովության զգացում տալ, քանի որ հենց եթե մեր իրավիճակը դիտարկենք Հայաստանի Հանրապետության շատ դեպքերում, երբ որ տուժողները առավել փոքր համայնքների բնակիչներ են, որտեղ որ բնակչությունը ավելի քիչ է, մարդիկ իրար ճանաչում են նաեւ ոստիկաններին եւ անձնական կապերով կապված են միմյանց հետ, տուժող կանանց համար շատ ավելի բարդ է ներկայացնել բողոքներ, անձամբ ներկայանալ, իրենց բաց ինքնությամբ ներկայացնել իրավիճակը եւ բողոք ներկայացնել։ Կարևոր լրացում է նոր քրեական օրենսգրքում այն, որ մենք ունենք նոր հոդված, 508-րդ հոդվածը, որը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության կարևոր կարգավորումների չպահպանման պարագայում, մասնավորապես մենք ունենք ընտանեկան բռնության դեմ օրենքով անհետաձգելի միջամտության որոշում եւ պաշտպանական որոշում, որոնք կիրառվում են ընտանեկան բռնության տուժողներին հետագա բռնությունից պաշտպանելու նպատակով եւ այս որոշումների չկատարման պարագայում այժմ նաեւ կարող է առաջանալ քրեական պատասխանատվություն։ Սա եւս կարևոր կարգավորում է, որը հետազոտություն ցույց է տալիս, որ նաեւ կիրառվել է արդեն իսկ, ինչը գտնում ենք, որ շատ կարևոր է, այնուամենայնիվ դժվար է գնահատել, թե որքանով է այս հոդվածի կիրառումը արդյունավետ եւ արդյոք սա կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ որ պետք է կիրառվեր, քանի որ ուսումնասիրության շրջանակը ներառում է միայն դատականության ընթացքը եւ մենք դիտարկել ենք փաստացի այն դեպքերը, երբ որ արդեն իսկ ինչ-որ հոդված կիրառվել է, հա, եւ դիտարկել ենք, թե ինչպես է կիրառվել այդ հոդվածը եւ հնարավորություն չենք ունեցել դիտարկելու, թե որ դեպքերն էին, երբ որ պետք է կիրառվեր։ Կարևոր է նաև հանրային իրազեկումը, քանի որ ինչպես գիտենք, պետությունը ոչ միայն պետք է, այսպես ասած, վազի իրավախախտումների հետևից եւ փորձի պատժել ու պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր որ կփորձեն կամ իրականացնեն որևէ իրավախախտում, այլ նաև նախ եւ առաջ պետք է փորձի կանխել այդ հանցագործությունները, իսկ կանխելը մի կողմից լինում է օրենսդրական կարգավորումների միջոցով, որը ցույց է տալիս հասարակությանը, որ պետությունը ունի միտում, ունի քաղաքականություն դեմ դուրս գալու որոշակի հանցագործությունների եւ խիստ պատասխանատվության ենթարկելու անձանց, ովքեր որ կգործեն այդպիսի հանցագործություններ, եւ մյուս կողմից իհարկե կրթելու, դաստիարակելու հասարակությանը զերծ լինել այնպիսի արարքներից, որոնք
որ այլ անձանց իրավունքների ոտնահարում են ենթադրում եւ կհանգեցնեն պատասխանատվության։ Սա հատկապես կարևոր է հենց այնպիսի հանցագործությունների պարագայում, որոնք կապված են ատելության հետ, անհանդուրժողականության հետ, հասարակության տարբեր խմբերի միջև միմյանց նկատմամբ թշնամանքի հետ։ Ու հատկապես հենց խոցելի խմբերի պաշտպանության առումով, կանանց պաշտպանության առումով, նույնասեռական անձանց պաշտպանության առումով, էթնիկ փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների, ինչու՞ չէ քաղաքական այլ հայացքներ կրող անձանց նկատմամբ, հետևաբար պետությունը մեծ աշխատանք ունի նաև այս առումով տանելու, որպեսզի հասարակությունը ավելի հանդուրժող լինի, ավելի տեղեկացված լինի, չունենա վախեր որոշակի հանգամանքների նկատմամբ եւ մեկը մյուսին վերաբերվի որպես հավասարը հավասարի, ունենալով ավելի ներդաշնակ եւ ավելի համաչափ զարգացող հասարակություն։ Եվ իհարկե այս առումով, որպեսզի առավել համապարփակ լինի թե օրենսդրական կարգավորումները, թե գործնականում ձեռնարկված քայլերը, շատ կարևոր է միջազգային չափորոշիչներին հետևելը եւ ներդնելը, որոնք արդեն իսկ ձևակերպված մեխանիզմներ են, արդեն իսկ, այսպես ասած, տարբեր իրավիճակներ հաշվի առնելով դուրս բերված կարգավորումներ են, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել թե օրենսդրական դաշտը, թե գործնականում իրավակիրառ մարմինների քաղաքական իշխանության մոտեցումները հանգեցնելով արդարադատության եւ հանգեցնելով մարդու իրավունքների վերականգնման։